Տիկնայք և պարոնայք գլխավոր դատախազության աշխատակիցն են։ Այս պահին գլխավոր դատախազության մուտքի մոտ է գտնվում Մայր Հայաստանը, Մայր Հայաստան ժողովրդական շարժումը և Մայր Հայաստան կուսակցությունը։ Տիկնայք և պարոնայք, մայիսի 23-ից Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո Ադանիկ Թևյանի նկատմամբ մեկնարկած այս ֆարսը ամբողջովին կրում է քաղաքական պատվերի բնույթ, որի արդյունքում ձերբակալված են Ադանիկ Թևյանը և Արեգնաց Մանուկյանը։ Քննության փուլը ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան։ Հիմա դատախազի գրիչով պետք է հաստատի այսպես կոչված մեղադրանքը։ Սկզբնական շրջանում քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, երբ որ դնում ենք մեր ձախ կողմում, եւ այս պահին դատարան ուղարկված գործը դնում ենք աջ կողմում եւ փորձում ենք համեմատել։ Ուրեմն անապագոր վերնագրերը, որ տարածում էիք $622,000 դիմաց պետական գաղտնի, դատարան ուղարկած ձեր գործի մեջ $622,000 գումարի դիմաց այսպես կոչված պետական գաղտնիք տրամադրելը գոյություն չունի, չկա որևիցե ապացույց առաջին հերթին նման գումարի փոխանցման և ստացման վերաբերյալ, ինչպես նաև գործում չկա պետական գաղտնիքի վերաբերյալ որևիցե ապացույց։ Տիկնայք և պարոնայք, սա մաքուր քաղաքական պատվեր է, սա հստակ ուղղորդում է իշխանությունների կողմից և դուք առ այս պահը շարունակում եք հնազանդ կատարել այդ պատվերը։ Ադանիկ Թևյանի, Արեգնաց Մանուկյանի վերաբերյալ այսպես կոչված քրեական գործի քաղաքական ենթատեքստը բազմաթիվ կետեր ունի։ Առաջին հերթին այն, որ Ադանիկ Թևյանը հստակ ընդդիմադիր կեցվածք ունի, այսպես կոչված գործի շարադրանքի մեջ բանը հասել է այնպիսի աբսուրդի, որ իրավունքի դաշտից դուրս ինչ-որ շարադրություններ են գրել, մեղադրում են Թևյանին այն բանի մեջ, որ նպաստել է առաջին հերթին Գյումրիում իշխանափոխությանը, ունի հստակ ընդգծված հակաիշխանական կեցվածք, նպատակ ունի ամբողջական իշխանափոխության հասնել երկրում։ Ադանիկ Թևյանի մեղադրանքի ճակերտավոր կոնտեքստը այն է, որ Մայր Հայաստանի հետ Դոնբասի հայ համայնքի հրավերով հումանիտար այցով եղել է տարածաշրջանում։ Ադանիկ Թևյանի մեղադրանքի ենթատեքստն է այն, որ Ադանիկ Թևյանը դեմ է Հայաստանից ռուսական ռազմաբազա դուրս բերելուն, որ կողմ է հայ-ռուսական ստրատեգիական հարաբերությունների։ Ադանիկ Թևյանի մեղադրանքի ենթատեքստը այն է, որ նա դեմ է թուրք-ադրբեջանական պատվերը կատարող իշխանությունների։ Ադանիկ Թևյանի մեղադրանք կոչվածի կոնտեքստներից մյուս կետը այն է, որ նա դեմ է, որ Հայաստանը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, պետական գաղտնիքի որևիցե ապացույց ֆիքսված, որ ահա այս պետական գաղտնիքն է տրամադրվել իբրև թե կարծեցյալ, նման բան գոյություն չունի։ Որ հուլիսին ավարտվեց առաջին 2 ամիսը կալանքի, այնուհետ նորից իրավապահները մտան դատարանը ևս 2 ամիս ուզեցին, որ գնան իբրև բանկային համակարգից բերեն այդ ճակերտավոր գումարի ստացման, փոխանցման վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր, ինչ-որ փոխանցումներ։ Չկա նման բան։ Իրավապահները չեն գտել նման բան։ Այս ամեն ինչը շիծու է, այս ամեն ինչը կեղծ է, այս ամեն ինչը պատվիրովի է, այս ամեն ինչը ուղղորդված է իշխանությունների կողմից։ Բայց չկան հավերժական իշխանություններ։ Այսօր այս իշխանությունները դեռևս գտնվում են կաբինետներում, բայց ցանկացած իրավապահ, ով պատվերով գործ է կարել, ով աչք է փակել ապօրինության վրա, ով դեմ չի եղել, ով նպաստել է
որ կալանքը որպես խափանման միջոց իրարվի հետևքում, որ թե Արեգնաց Մանուկյանը, թե Ադանիկ Թևանյանը երբևէ չեն խուսափել իրավապահների հետ շփումներից, որևիցե խոչընդոտ չեն ստեղծել։ Արեգնաց Մանուկյանի շուրջ 2 ամիս զուրկ են պահել իր մանկահասակ երեխային տեսնելու հնարավորությունից, իր տարեց մոր հետ կապ ունենալու հնարավորությունից, Թևանյանի հանդեպ մի աղբկահարույց, մի չակերտավոր սենսացիոն, մի պաթետիկ տեքստեր է տարածում, որ նայում եք այդ սարքած գործին, այդ պատվիրովի գործին, այդ ուղարկած գործին դատարան, հիմա դատարանը ինչ է քննելու։ Առավոտից երեկո այդ ազգային ժողովի 2024 թվականի ապրիլի նիստի շատ ու շատ մասնակիցներ աղաղակում են, որ այդ նիստի ժամանակ պետական գաղտնիք չի քննարկվել, ինչ էր որ քննարկվել է փոխվարչապետ մեր Գրիգորյանը, արտգործնախարար Արադ Միրզոյանը, իրենք են բրիֆինգի ժամանակ հրապարակել։ Այս հյուսվածքների, այս հնարումների, այս մոգոնած, կցած կծմծած, թքած կծրած, այս ամոթալի խայտարակ գործը պայթելու է դատարանում։ Պետք չի դատարանները վերացել կրկեսի, ծաղրացույց դեր պետք չի ստանցնել։ Դուք ես երկրի մարդիկ եք, միատ վերցրեք այդ գործը նորից նայեք ծայրից ծայր, ամաչելու եք հետո դուք դրա համար։ Արդվասն, եթե իհարկե ձեր մեջ մնացել է քաղաքացու հանդեպ ամոթ։ Ուրեմն, ազատություն Ադանիկ Թևանյանին, ազատություն Արեգնաց Մանուկյանին, ազատություն բոլոր քաղաքացիներին, ազատություն, 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 և ամոթ բոլոր են պաշտոնյաներին, են իրավապահներին, ովքեր առայս պահը լուրմուչ կատարել են բերևից եկած բոլոր հրահանգները, ամոթ բոլոր են իրավապահներին, են պաշտոնյաներին, ովքեր տեսնելով, որ այս գործը ունի պատվիրովի ակնհայտ բնույթ, քաղաքական ռադիկալ ընդդիմախոսին, Քարոզ Արշավի, են գագաթնակետին, Քարոզ Արշավից հանելու խնդիր ունի իշխանությունը, բոլորը հնու հնազանդ կատարել են բերևից եկած հրահանգները։ Շուրջ 2.5 օր տիկնակ և պարոնայք իրավապահներ, դուք ընկած թղթեր եք կպցնում իրար, փորձում սարքել հնարեք, որ Փաշինյանի հրահանգը կատարեք, որ կարողանաք այդ հիմքով իբրև թե ձերբակալել Թևանյանին։ Այդ դուք ենքան եք նաև նպաստում շոուներին, որ մարդը իր ոտքով եկել էր քնչականի մուտքի մոտից մինչև դարպասը այդ 3 մետր անցնելու համար ձեռնաշղթաները անցկացրեցիք, որ դուք կադրեր ունենաք։ Այդ հարայ հրոցը, այդ աղմուկը, տեսեք, բայց չեք մտածում առ այս պահը, որ այդ հանգամանքները այսպես կոչված, պարզվելու է, արդեն իսկ պարզվել է, որ այդ ամեն ինչը փուչիկ է, հնարովի է, կեղծիկ է, չկա այդ ամեն ինչը։ Հետևաբար, ամոթ բոլոր պատվեր կատարողներին, տիկնակ և պարոնայք պատվեր կատարողներ, ձեր հացի հետ կեղծիկ է շաղախված, ձեր հացի հետ պատվեր է շաղախված, ձեր հացի հետ պատեհապաշտություն է շաղախված, ձեր հացի հետ անամոթություն է շաղախված, եթե դուք շարունակելու եք Թևանյանին, Արեգնազին և նաև մյուս քաղաքապետարներին պահել կալանքի տակ, որպեսզի ձեր կարիերան չտուժի, չգիտեմ, ձեր հիպոթեկը փակեք, անպայման չգիտեմ ինչ-որ հաճույքներ ունենաք, ձեր կարիերան աճի, լոյալ լինեք, որովհետև դուք, եթե այդ պաշտոնների չլինեք, դուք բարդույթ ունեք, դուք ի վիճակի չեք գնալ ուրիշ աշխատանք կատարել, դուք սովորեք, որ ամռանը ձեր կաբինետներում միշտ հզով լինի, որ դուք միշտ ցիվիլ միջավայրում, ծառայողական մեքենաներով, բայց դրախտից դուք ոնց կտրվեք, վեր
եկենակ ասեք, գիտեք ինչ կա, չափ ու սահման կա, չի կարելի, կեղծիքի հիման վրա, մարդկանց անունը փորձել պախարակել, բարի համբավին փորձել վնասել, մենք հրաժարվում ենք դա անել, բայց, թե այս իշխանությունները, թե պատվեր կատարող իրավապահները, ժամանակի հետ գնում են պատմության ետնախորշ, և փոփոխությունները, երբ որ լինում են անխուսափելի, կապ չունի ով ժամանակին ինչ պատվեր է կատարել։ Դրա համար մենք բոլորին, ովքեր պատվեր են կատարել ու կատարում, ասում ենք ամոթ, ամոթ, Միկնայք և պարոնայք, որքան էլ որ խոշոր հաշվով տիղմի մեջ պատվեր կատարելու քաղաքական ուղղորդված գործընթացների մասնակցելու տիղմի մեջ ընկղմված լինեք, Միկնայք և պարոնայք, միշտ 1-2% շանս կա, որ ինչ-որ մի պահի դուք պիտի որ պրոբլեմ ունենաք ինքներդ ձեր հետ, համերաշխ չլինեք, հասկանաք, որ ինչ-որ մի սահմանի ծանքով այլևս ամոթ է և խայտառակություն։ Էնպես որ Միկնայք և պարոնայք դա խազության աշխատակիցներ, Տիկի գլխավոր դատախազ, դիմում եմ անձամբ ձեզ, այս կալանքը խափանման միջոցը շարունակելու, որևիցե հիմք բացի այն, որ չկա, հիմա այդ նախաքննությունը ավարտվել է, գործը գտնվում է դատարանում, այս ընթացքում որևիցե կարգի, բեղադրանքի, ամրապնդում, հիմնավոր ինչ-որ հանգամանքների հայտնա չի եղել, թե Ալեքսանդր Մանուկյանը, թե Ադրանիկ Թևանյանը քաղաքական բանտարկյալներ են, որոնք որևիցե կերպ չեն խոչընդոտել իրավապահներին, նրանց կալանք կոչվածը ի սկզբանե առավել ևս, բայց հիմա էլ առավել ևս, որևիցե հրատապություն չունի, պահանջում ենք ազատություն Ադրանիկ Թևանյանին և Ալեքսանդր Մանուկյանին, ազատություն,